ով կարա բացատրի, դա ոչ ոք։ Ցանկացած ոլորտի գիտական ինչ կոչում ուզում ունենա, ուզում պրոֆեսոր, ուզում ակադեմիկ լինի, ուզում դոկտոր լինի, նրանք պատկերացում չունեն այս գործունեությունների մասին։ Քանի որ նրանց համար դա տեսանելի չէ, շոշափելի չէ, նրանք չեն ընդունում։ Եվ ես դա, երբ որ ինձ առողջապահության նախարարությունից 91 թվին ես վերցրեցի ուղեգիր, ինձ տվեցին ֆիզիոթերապիա, որ ինձ տուղում էր ամբողջ բժշկական անձնակազմը, ֆիզիոթերապիայի տնօրենն էր Յուրի Թունյանը, որ անձամբ ինքը այնտեղ նստած էր։ Իրանց լսարանում, իրանց հիվանդների հետ, բժիշկների հետ, բոլոր նստեցին, ես նստեցի, որը 91 թվին H1 հեռուստատեսություն է, որովհետև պետական մասնավոր հեռուստատեսություն գոյություն չուներ, մենակ պետական հեռուստատեսություն էր, որ եկան իրանք նկարեցին։ Այդ ինչ որ ասում եմ, հիմա կարող եք տեսանյութը դնել եւ նայել։ Առաջարկում բոլորի ջերմությունը ես ինձ Թունյանը ասեց, ո՞նց կարող ես ապացուցել, պրոֆեսոր, որ դու տալիս ես։ Ասի պարոն Թունյան, բոլոր հիվանդներին եւ ձեր բժիշկներին տվեք ջերմաչափ, ասեց ինչի համար։ Ասի նախորդ դրեք, թափ տվեք, դրեք, նայեք ինչքան է ու դրա հետ էլ բերեք մի 7 հատ փոքրիկ երեխեք, 4-5 տարեկան։ Նախորդ դրեք։ Նայեք ինչքան է, 5 րոպեից հետո արդեն ցույց է տալիս օրգանիզմի ջերմությունը։ Թափ տվեք, դրեք թևի տակ։ Իմ աշխատելուց հետո բոլորի ջերմությունը ես բարձրացնեմ։ Ասեց ո՞նց։ Ասի այո։ Իմ աշխատանքից հետո, որը կա տեսանյութում, բոլոր ջերմությունը, որ 6.2 էր, դարձրեցի 7.4, 7.8, այսինքն ամենակիչը 4 խազ, ամենաշատը մինչև 15 խազ ես բարձրացրեցի։ Հիմա առաջարկում եմ դիտենք այդ մասին պատմող տեսանյութը ու շարունակենք մեր զրույցը։ Այդ նույն process-ը ես կատարել նաև առողջապահության նախարարությունում, որ ինձ ստուգում էին ամբողջ մի անձնակազմ։ Ես այնտեղ Յուրի Թունյանին, պրոֆեսոր Յուրի Թունյանին, ֆիզիոթերապիայի տնօրենին, որ ես տվեցի եւ որ ես խնդրեցի, որ ամբողջ ձեր բժիշկներին եւ հիվանդներին, որ լսարանում էին, տվեք ջերմաչափ։ Ասեց ինչու համար։ Ասի որ ես ապացուցեմ բոլորին տալիս եմ էներգիա։ Եվ բոլորը նախորդ դրեցին, չափեցին ինչքան է ջերմությունը, դրանից հետո հանեցին, գրանցեցին, ասին բա թափ տվեք եւ դրեք թևի տակ։ Հանեցին, թափ տվեցին եւ դրեցին թևի տակ։ Իմ աշխատելուց հետո բոլորի ջերմությունը ամենաշատը մինչև 12-15 խազով բարձավ, ամենակիչը մինչև 3 խազ։ Այսինքն դրանով ապացուցեցի, որ ես տալիս եմ էներգիա։ Այժմ վերականգնողական թերապիայի գիտահետազոտական ինստիտուտում անցերկացվում էքսպերիմենտի կարգով էքստրասենս Ռաֆիկ Սարգսյանի սեանսը։ Հիմա ես ուզում եմ հարցով դիմել սեանսի մասնակիցներին։ Խնդրեմ, ինչ զգացիք դուք։ Ես զգացի, որ ջերմաստիճանս բարձրացավ մի քիչ, ընդհանուր այսպես ինչ կարծես մի քիչ լիցքավորվեցի, մի փոքր։ Դե ուրիշ ոչ մի բան առայժմ։ Ծակծկոցներ։ Մի փոքր ծակծկոցի զգացում, այո։ Եվ ներկայացրեք խնդրեմ։ Գրիգորյան, ուրեմն գաստրոենտերոլոգիական բաժանմունքի գիտական ղեկավար, բժշկության գիտությունների դոկտոր։ Ինքներդ ինչպես եք վերաբերվում այս էքսպերիմենտին։ Ну, ես իհարկե դրական եմ դա, դրական եմ մտնում, բայց ես կարծում եմ, որ պետք է ուսումնասիրությունները շարունակվեն։ Դեռ նախնական է, դեռ շատ դժվար է որևէ բան այսպես կոնկրետ օբյեկտիվ ասել, դեռ պետք է աշխատել։ Ինչ զգացիք դուք։ Իմ ջերմությունը 36.4 էր, հետո արդեն դարձավ 37.2։ Ես զգացի ինձ վրա տաքություն, ջերմություն, քրտինք, ու ընթացքում քունը ստանում էր։